5+։ Որտեղից եք եկել դիտելու զորահանդեսը։ Թյումենից, Հատուկ այս արդիվ եք եկել։ այո։ Ընտրություններին, Եվ մասնակցել եւ զորահանդես։ այո։ Ասելու խոսք չկա, հիացած ենք ուղղակի։ Ամեն ինչը տենում ենք, բոլորս էլ տենում ենք, թե ինչա կատարում հրապարակում այսօր։ Մեր վարչապետը ինչ անում։ Ամսի 7-ին էլ կասենք մեր խոսքը։ Տպավորությունները հիանալի են, խոսք չկա տպավորությունների մասին։ Շատերը նշում են, որ սա իշխանության, քարոզչության, քարոզարշավի մաս է կազմում այս զորահանդեսը։ Դուք արդյոք կիսում եք այդ տեսակետը, թե ոչ։ Իհարկե չեմ կիսում։ Ինչ քարոզչություն։ Ունենք ցույց ենք տալի աշխատանքը, ինչ են արել։ Պետությունը այսիա որ ցույց ենք տալիս։ Այստեղ քարոզարշավի բան չկա։ Քարոզարշավը շատ հանդարտ, շատ լավ ընթանում է, բայց սա պետության հզորությունն ենք ցույց տալի։ Ինչ որակ ունենք այսօր։ Իհարկե մեր իշխանության, մեր վարչապետի շնորհիվ։ Ավելացնելու բան չկա, բոլորն էլ տենում են, աղջիկ ջան։ Հպարտությունը ապրեցի։ Ուղղակի ինչ որ տեսանք մենք տեխնիկան։ Ես ցանկանում եմ որ չկիրառվի մարտական դաշտում, լինի խաղաղություն, ուրախ եմ որ հայ եմ։ Մեծ բավականություն ստացանք, կեցե մեր վարչապետը, այդքանը, ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, շատ հիանալի էր։ Շատ լավ էր, իհարկե, մենք պետքա բոլորս էլ տեսնենք, որ մեր ազգը զարգանում է, մեր ազգը հզորանում է։ Խնդրեմ, պարոն Երեմյանին խոսեցրեք, հարգանքներս պարոն Երեմյան։ Մի երկու խոսք էլ դուք ասեք։ Հպարտանում եք, ոնց էր։ Փառավորվում ենք, չենք հպարտանում։ Պատերազմացած հզոր սիսական գնդի Սա փառավորություն է, sense բան չկա։ Որ նայում է ժողովրդի դեմքին, զգում ես որ խաղաղություն ամեն մեկի աչքերի մեջ է։ Որտեղ խաղաղության նման բան չկա։ Ով պատերազմ տեսել է դա կյանքում, պատերազմ չի ուզի։ Որտեղ խաղաղությունը մարդու համար է։ Պատերազմը ինչ։ Մի կտոր հող է կանգնի վրան։ Մի կտոր հող է տուն կառուցի։ Մի կտոր հող է ապրի խաղա։ Ում է պետք պատերազմը։ Չալնի պատերազմը, չերևա պատերազմը։ Դու մեր երեխեքը խաղաղ ապրի։ Էտով է ցանկանում պատերազմ։ Աթոռի համար պատերազմ կցանկանան, չէ։ Ամեն մեկ իր աթոռին նստած է, թող նստին իրանց աթոռներ։ Այս պատերազմը որ մեկն է։ Ես այս ժողովրդին, այս սիրուն մեր հայ ժողովրդին միշտ խաղաղություն եմ ցանկանում։ Սոված կմնամ, բայց զատո կիմանամ, իմ երեխան խաղաղ է, անվտանգ է։ Այս երկրում գալիս են հյուրեր ասում են, այս ինչ անվտանգ երկիր է, այս ինչ լավ երկիր է։ Մենակ որդը մեր մեջ է, այդ որդը պետք է հանվի։ Բոլորիդ լավ օր։ Մեր ժողովրդին բարի բախտ։ Զգացմունքները շատ խառն են, եւ հուզիչ էր, եւ ուրախություն։ Ամեն դեպքում հաշվետվությունը ինձ թվում է ժողովուրդը կգնահատի, որ աշխատանք են տարել։ Այսքանը։ Տեսակետեր, որ սա իշխանությունը կազմակերպեց քարոզարշավի ընթացքում ռեյտինգի բարձրացման համար, ինչ կասեք սրա մասին։ Ես այդ կարծիքը չունեմ, այդ տեսակետը չունեմ։ Դե հակառակորդները ամեն դեպքում ինչ էլ ուզենան կխոսեն։ Ամենակատարյալ բանն էլ տեսնելուց իրենք անպայման ինչ-որ մի բան կգտնեն։ Չէ, ես այդ տեսակետին չեմ, չգիտեմ։ Ավելի ուժեղ, ավելի հպարտ, ավելի ապահով, այսքանը։ Շատ հուզված եմ եւ շատ շնորհակալ եմ մեր իշխող, մեր կառավարությունից։ Բրավո։ Անամոթ քարոզարշավ էր, ինքը սրանով ձայն հավաքեց, բերեց Իրան Նիկոլներին, որ ձայն հավաքի։ Չեք մասնակցել զորահանդեսին։ Սա իմ հանրապետությունն է եւ իմ տոնն է, դա Իրանը չի, իմ պետությունն է։ դա Իրանը չի, որ Սա իմ տոնն է, իմ հայրենիքի տոնն է։ Սա մեր տոնն է։ Ուրիշ բան չունենք ասելու։ Դուք մեզանից լավ մեր գիտեք։ վճարած հարկերով։ Դուք մեզանից լավ գիտեք։ Շատ զորավոր, դպավորություն խնդանալիք է, ամեն ինչ նորություն էր եւ նոր թանկ ինչ որ գա
եւ ի շնորհիվ ասվարչավետին է, այսինքն մեր մեծ երախտագիտությունը պետք է հայտնենք այս մարդուն եւ իր թիմին։ Ինչս եմ, Երանի 30 տարի առաջ լրաս, 30-35 տարի այս մարդը աթորի վրա, քան թե այդ անխելքները, որ ասվիճակի պերին երգիրը, շատ ամոթ իրենց եւ ինչս եմ ասել։ Ուֆայից եկել հասել եմ սպեցիալն էստեղ, որ հանդիպեմ Փաշինյանին ու ես կազմակերպված հանդեսը։ Մի կերպ խսկվելով, խնդրելով միլիցեքին, կարեցել եմ տեսնել շատ քիչ, բայց գոհացած եմ, չգիտեմ ինչ խոսքեր ասեմ։ Շատ լավն էր։ Գոհ ենք շատ։ Երեխա շատ ուրախացավ։ Ամեն ինչ նորմալ էր, հզոր ենք։ Արտակարգ էր ամեն ինչը, տեսանք թե ինչպես սպասվածից ավելի լավ։ Շատ ուրախ ենք, շատ լավ անցավ, ամեն ինչ շատ գեղեցիկ էր։ Շատ լավ տպավորություն, շատ լավ, հիացած ենք։ Որսես բանակ ունենք, զենզինամթերք ունենք։ Տեսակետ կա, որ սա իշխանությունը իր ընտրվելու համար է անում, դուք այս տեսակետը Ոչ, Իշխանության հարգում ու ընտրելու ենք։ որ իշխանությունն էլ է, բայց որ զինում է բանակը, մենք բոլորն էլ կողմնակից ենք ուղղս։ Թո բոլորն է զինեն։ Եթե զենքեր ունենք, զինամթերք ունենք, մենք այսօր այս վիճակին չենք լինի։ Աշխարհն է տպավորված, ոչ թե մենակ մենք։ Այո, աշխարհն է տպավորված։ Մեր վարչապետը ամեն օր այս նույն վիճակի մեջ է, ամբողջ ժողովրդին որ կարծիքը հարցնում ես, բոլորը հոգնել են արդեն, չէ՞, բայց ինքը չի հոգնում։ Ինքը ծնվել է հայ ազգի համար, հավանաբար աստուծված, չի հոգնում, ծաղկում է Հայաստանը, շատ լավ ալնելու։ Այդ տղեկին վեկալել ենք, վերել ենք, որ տենան ինչ տեխնիկաներ ունենք։ Այն ինչ էլ որ տեսնում ենք, հասկանում ենք, որ մինչև այդ կարգի չենք ունեցել։ Բոլորս էլ ծառայել ենք հայոց բանակում ու շատից քիչից տեղյակ ենք, էլ ինչ զինամթերքի ենք մենք տիրապետել մինչև էս։ Ու հուսով եմ, որ սա կարդարացնի իրեն ու ավելի առաջ կգնանք։ Ամեն ինչ լավ է, գերազանց է, դրանից լավ չէ էլ պատկերացնում։ Շնորհակալ եմ թե պետությունից, թե վայրենիներից, թե ժողովրդից։ Այն որ տենում ենք, չտենալ չի կարելի արհամարել կամ տենալ չհասկանալ։ Հա, հետաքրքիր է, հատկապես մեր տեղական արտադրությունը ավելի տպավորիչ էր։ Մնացածը ես եմ։ Լավ էր որ ցույց տվեցին ու ելի եմ ասում շատ ավելի հետաքրքիր է տեղական արտադրությունը։ Դե հույս ունենանք կշարունակվի զարգացումը։